Բարի ողջույն արգելներս, այսօր մայիսի 30-ն է, նոր քաղաքից վերադարձել եմ տուն ու հասկանալով, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոշեցի ոչ թե կարծիք շարադրել, այլ պարզապես զրուցել ձեր հետ, և նաև զգուշացնեմ, որ քանի որ ես Facebook-ում արգելափակված եմ, դրա համար պետք է մի հատ ձայնագրեմ, հետո նոր այդ ձայնագրությունը տեղադրեմ Facebook-ի կամ դիմապատի վրա։ Խնդիրը հետևյալն է։ Մենք գիտենք, որ այս իշխանությունները իրենք լիբերալ իշխանություններ են, ազատական կամ աջ ազատական իշխանություններ, որոնք արժեքային համակարգը մերժում են ընդհանրապես, և դա կապ չունի մեր ընկալումների ճշտության կամ ոչ ճշտության հետ։ Պարզապես իրենք հենց այդպիսին են և իրենք այդպես են իրենց գործունեությունը իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես և ընդհանրապես փորձում են այդպես ներկայանալ նաև եվրոպական հարթակներում առաջի իսկ հնարավորության դեպքում։ Հանրապետության վարչապետի դիտարկումը, որ Հայաստանը չուլանային երկիր է, առաջինը, երկրորդը, որ կուսակրոնությունը Հայաստանում այնքան էլ կուսակրոնություն չի, այս խնդիրների նկատմամբ վերաբերմունքը մեր հասարակական լայն նեղ շերտերի մեկ դիտարկում ունեն։ Հանրապետության վարչապետը իրավունք չունի այդպես խոսել Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, առաջինը, և երկրորդը իրավունք չունի այդ տեսանկյունից, այդպես ընկեցիկ տեսանկյունից ներկայացնի հայ առաքելական եկեղեցին։ Մենք գիտենք հայ առաքելական եկեղեցու հզոր թույլ կողմերը։ Մենք գիտենք այս իշխանության դիրքորոշումները, հայտնի են այդ ամենը։ Ցավոք սրտի, մեր հասարակական միտքը չի կարողանում առաջ մտածել ու չի կարողանում դիրքավորել այնպես, որպեսզի կարողանա կետային հարվածներ հասցնի ճիշտ ժամանակին, ճիշտ մոտիվացիայով և ճիշտ մեթոդոլոգիայով։ Մայիս ամիսը մեր հաղթանակների, պատմական հաղթանակների ամիսն է։ Այդպես մենք դաստիարակվել ենք, այդպես մենք ձևավորվել ենք և մայիս ամսվա առաջի հաղթանակը դա Վարդանանց պատերազմն է, երբ որ հանուն քրիստոնեության, հանուն հայ առաքելական եկեղեցու, հանուն մեր այսօրվա ապագայի Վարդան Մամիկոնյանը դուրս է եկել ճակատամարտի, կրել է խոշոր պարտություն, բայց պատմական գիտակցության մեջ այն մնացել է որպես բարոյական հաղթանակ։ Առաջի հանրապետության տարիներին մայիս ամիսը խիստ ճակատագրական էր և մայիս ամսվա հետ կապված Բաշապարանի, Սարդարաբադի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը մեր թշնամու հետ հայ ժողովուրդը հերոսացրել է և ճիշտ է արել։ Իսկապես կարիք կար այդ ճակատամարտերը նաև հերոսացնելու և հերոսացնելու բոլոր նրանց, ովքեր որ այդ կռվին մասնակցել են, զոհվել են, որոնց անունները մեծամասնությամբ մենք չենք հիշում, բայց հիշում ենք հաղթողների անունները, տալով գեներալների անունները, քաղաքական գործիչների և այլն։ Դեպքերը, որոնք կապվում են Սարդարաբադի ճակատամարտի թուրքերին դիմակայելու, կասեցնելու մի քանի շերտանի են, և պատմական առումով այս խնդիրը մեր պատմագիտական դաշտում քիչ ուսումնասիրված է և Սարդարաբադի հաղթանակը դիտարկվում է որպես հրաշք։ Հրաշքի տարածքում է խնդիրը դիտարկվում, իրավունք ունեն այդպես դիտարկելու, բայց փաստը մնում է փաստ, որ ռազմական գործողությունները քիչ են առնչվում հրաշքի հետ, նրանք ավելի շատ ռեալ գործողությունների արդյունք են մեր համար, իսկ թշնամու համար ռեալ գործողությունների հետևանք։ Այս ընթացքի մեջ և հայտարարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի երեկ և այսօր կապված մեր բարձր հոգևոր դասի, մեր արժեհամակարգի գլխավոր հիմնասյան դեմ։ Իհարկե, ես չեմ էլ ուզում դրա նկատմամբ այդպես
ռեակցիոն վերաբերմունք ցույց տալ, որ ինքը ասեց, ես էլ պատասխանեմ, այստեղ չի խնդիրը։ Խնդիրը այն հանդուրժողականությունն էր հոգևոր դասի եւ իշխանությունների, որոնք պարբերաբար հնարավորություն են տվել վարչապետին խոսել այդ դիրքերից եւ ցավոք սրտի հայ առաքելական եկեղեցու բարձր դասը չի հենվում ժողովրդի վրա։ Սա էլ երկրորդ խնդիրը։ Ձևավորվել է կաստային համակարգ հայ առաքելական եկեղեցում, որտեղ ժողովրդի հետ հաղորդակցությունը հասցված է միայն արարողակարգային վիճակի։ Բայց սա էլ դնենք մի կողմ, սա էլ հարցերի մյուս կողմն է։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս այդ 4 ֆոտոները, որոնք ես հատուկ արել եմ այս հաղորդման համար, որպեսզի մենք քննարկման դաշտում իրեղեն ապացույցներով կարողանանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի նրա ընտանիքի այդպես կերպարը, բարոյական չասեմ, կերպարը, որը ուղիղ առնչություն ունի հոգևոր առաջնորդների հետ հանդիպման կամ կրոնական միջավայրում ներկայանալու հետ։ Առաջին նկարը հիմա դուք կտեսնեք, տարիներ առաջ տիկին Աննա Հակոբյանը հանդիպում ունեցավ հայ առաքելական եկեղեցու հովվապետի հետ կամ Գարեգին երկրորդի հետ, Սրբազանի հետ։ Եվ այնտեղ ինքը նստած էր հունական հագուստի, այսպես բորդո կարմիրի մեջ, մի հագուստով, ոտքը ոտքին գցած, ուսերը բաց, թևերը մերկ, եւ սա հայ առաքելական եկեղեցին ընդունեց եւ ընդունեց բարձրագույն դասը։ Ես շատ էի սպասում, որ Սրբազանը կհանձնարարեր իր գրասենյակին հենց այդ պահին, որպեսզի բերեին մի հատ շղարշ, այն ինչ որ գցում են գլխներին, եւ հայրական գորովանքով ծածկեր նրա գլուխը, ուսերը եւ ասեր դստրիկս։ Ես կարծում եմ, որ դու պետք է այս գլխաշորով նստես իմ առջև։ Ու դա աներ հանրային, չի արել։ Եվ այդ ժամանակ հանրությունը քննարկում էր ինչ-որ խնդիրներ, ինչ-որ դիրքորոշումներ եւ այլն։ Այստեղ ընդունող կողմը պետք է կարողանար շատ կոշտ դիրքորոշում ունենար եւ այդ քայլով կասեցներ, որտեվ մենք հոգևոր դաշտում ենք գտնվում, բարձր հոգևորական դասը իրավունք ունի իրեն պահելու ցանկացած կերպ եւ իր պահվածքը արդեն պարտադրանքի լրջագույն գործիք եւ կամքի ցուցադրման գերագույն վիճակ, երբ որ ինքը կանգներ եւ ասեր, որ դստրիկս ծածկիր քո գլուխը, ծածկիր քո ուսերը, ես հայոց հայրապետն եմ, ասեր, չի ասել։ Ինչի չի ասել, դրանք ուրիշ խնդիրներ են, գուցե ինչ որ հարցեր կան, որոնք այդպես արժե համակարգի մեջ խամրել գնացել են ժամանակի ընթացքում, բայց մենք այդ փաստի հետ գործ ունենք։ Երկրորդ նկարը հիմա դուք կտեսնեք, Աննա Հակոբյանը Վատիկանում հանդիպում է ինչ որ մարդկանց հետ եւ ըստ էության գտնվում է Ռոմի Պապի ռեզիդենցիայում եւ իր հագուստը սկզբունքորեն տարբերվում է այն հագուստից, որով որ ինքը ներկայացել էր հայոց հայրապետին։ Երկու հագուստով ներկայացել էր եւ երկու հագուստն էլ ընդգծում էին որոշակի նորմեր։ Հայոց հայրապետի հետ հանդիպումը ինքը նորմից դուրս էր, բայց վերջինը, որ ցույց եմ տալիս ձեզ, Աննա Հակոբյանի հանդիպումն է Իրանի Իսլամական Հանրապետությունում, սա էլ արդեն մեկ ուրիշ այդպես խնդիր է։ Հիմա, երբ որ մենք այս 4 նկարները շարում ենք իրար կողքի, մեր առջև ձևավորվում է մարդու պատկերը, նրա հոգեկերտվածքը, նրա մտածողությունը եւ նրա
վախերը եւ ազատությունները։ Ըստ էության հայ առաքելական եկեղեցու հայոց հայրապետի մոտ կանգնած էր մի բավականին ազատամիտ մի կին, ով կարծում էր, որ իր ազատությունների սահմանը պետք է միայն ինքը գծի եւ որևէ մեկին թույլ չի տա իր ազատությունների սահմանը գծի կամ սահման դնի իր առջև։ Սա մեր հայոց հայրապետի հետ հանդիպումն էր։ Լավ, հասկացանք։ Ինքը հայոց հայրապետին այդպես ընդունեց։ Ուրեմն այստեղ խոսում ենք լիբերալիստական ազատության մասին։ Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ տեսնենք, որ կոնսերվատիվ վերաբերմունք կա, կոնսերվատիվ եւ մի քիչ էլ ծայրահեղական երկու հագուստով։ Առաջինը ինքը երկար պլաշ հայերեն բառը չգիտեմ որ ասեմ, պլաշով պես կանգնած ավելի շատ այդ հագուստը, այդ տիպի կեցվածքը հատուկ է այդ մետալ ռոքի մեջ ներկայացած կիսասատանայստական այդ պահվածքին կերպարին եւ երկրորդ նկարը որ տեսնում եք պահպանողական սև ընդգծված այդ կտրվածքով ինքը կանգնած։ Իսկ ամենակարևոր նկարը, որը որ դուք տեսնում եք, դա Իրանի Իսլամական Հանրապետությունում, սա մի հրաշք նկար է, այստեղ է երևում մարդու վախի աստիճանը, երբ որ ամբողջը գլխաշորով ծածկված, նստված Աստված չանի եւ կեցե Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ նման խիստ սահմաններ էր գծել եւ ինքը մնաց այդ սահմանների մեջ։ Այստեղից հետեւություն, նա ով գծում է սահմանը, նա էլ պարտադրում է իր կամքը։ Հայոց հայրապետը սահմանը չի գծել, ցավոք սրտի Իրանի Իսլամական Հանրապետությունը սահմանը գծել էր։ Սա է պատճառը, որ հիմա մենք գտնվում ենք այս վիճակում։ Կուսակրոնության հետ կապված խնդիրը։ Երկար ես զրույցներ եմ ունեցել մեր հոգևոր դասի ներկայացուցիչների հետ եւ պնդել եմ, որ հայ առաքելական եկեղեցին պետք է ազատականություն տա հայոց հոգևորականներին, որպեսզի նրանք կուսակրոնության խնդրին վերաբերեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում, այլ ոչ թե պայմանական լինեն կուսակրոն, բայց ունենան ժառանգներ, կենակցեն կանանց հետ եւ այլն։ Այս խնդիրները մեր պատմության մեջ կա, մեր հոգևոր դասի մոտ կա եւ Նիկոլ Փաշինյանի ասածը մեր համար լուստրացիա չի, պարզապես իր խայտառակ կեցվածքի մասին ենք մենք խոսում հիմա, ես անձամբ, այլ ոչ թե մեր հոգևոր դասի թերությունների։ Հիշեցման կարգով ասեմ, որ Գրիգոր Լուսավորիչը ուներ զավակներ եւ այդ զավակներն էին, որ հետո պետք է քրիստոնեական դրոշը տանեին առաջ։ Հետո ինչ-որ մի ժամանակ կուսակրոնությունը ինչ-ինչ պատճառներից ելնելով ամրացավ հայ առաքելական եկեղեցում, բայց ես վստահ եմ եւ կարծում եմ եւ պահն է, որպեսզի հայ առաքելական եկեղեցին հրաժարվի կամ թույլ տա մեր հոգևոր դասին դուրս գալ կուսակրոնության տարածքին, թույլ տալ, որ ինչ-որ մեկ իր համար որոշը, որ ինքը կարող է ապրել կուսակրոն կյանքով, թող ապրի, բայց հիմնականում ինչ իմաստ ունի 200 առողջ երիտասարդների զրկել սերունդ ունենալուց, որն է դրա նպատակը։ Չէ՞ որ յուրաքանչյուր հայ տղամարդ գենետիկորեն ինքը պետք է ժառանգ ունենա եւ մեծացնի, հզորացնի ազգը։ 1-2 կուսակրոնների խնդիրը չի, եւ քաղաքացիական կյանքում էլ կան մարդիկ, ովքեր չեն ամուսնանում, բայց մենք պետք է դա գնահատենք եւ հասկանանք։ Ինչ վերաբերվում է նաև եկեղեցիների նկատմամբ այդ եզրույթի օգտագործումը, չեմ կրկնի այդ եզրույթը, բայց մոտեցումը հետևյալն է։ Ես անարգանքի սյունին եմ կամում Հայաստանի Հանրապետության վարչապետին նման ձևով ձևակերպելու, նման թշնամական վերաբերմունքով մոտենալու հայ առաքելական եկեղեցու եւ այն կառույցներին, որոնք որ պատմականորեն կանգնած են որպես ապացույց առ այն, որ հայ ժողովուրդը
Աստվածասեր ժողովուրդ է, հայ ժողովուրդը սիրում է, ժողովրդի մասին ենք խոսում, եւ այդ եկեղեցիները գտնում են հենց այդ վիճակում, որովհետեւ Հայաստանի իշխանությունները թքած ունեն ավանդական արժեքների վրա, որոնց հիմնասյունը հայ առաքելական եկեղեցին է։ Մի նկարել ես կփնտրեմ ու ցույց կտամ, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ կինը մտնում եկեղեցի, մոմ վառում եւ դուրս գալիս։ Այս խայտառակությանն էլ պետք է վերջ դրվի եւ սա հայ առաքելական եկեղեցու ուղիղ պարտավորությունն է, որպեսզի ցույց տա ինչպես մտնել եկեղեցի, ինչպես եկեղեցուց դուրս գալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի կինը եւ ինքը եկեղեցուց դուրս են գալիս անհասկանալի ձևով։ Աշխարհի ոչ մի եկեղեցում նման բան չկա, եւ սա էլ հաջորդ խնդիրն է։ Ես մեղադրում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին իր լկտի պահվածքի համար, ոչ հայրական, որպես հանրապետության գլխավոր ղեկավարի պահվածքի համար։ Քամում եմ նրան այդ անարգանքի սյունին, կանահարում եմ նրա համար, որ ինքը հարգանք չունի հայ ժողովրդի նկատմամբ եւ փորձում է այդ ամեն ինչը ներկայացնել միայն пассив, ագրեսիվ իր տեսանկյունից։ Հարգելի իմ գործընկերներ, ինձ լսողներ, դրեք վերլուծեք ձեր պահվածքը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Զրույց ունեցեք հոգևոր դասի ձեր թեմի հոգևորականների հետ, պահանջեք, որպեսզի նրանք Քրիստոսի խոսք ասեն հայ առաքելական եկեղեցում եւ քիչ քարոզեն Աբրահամին, Մովսեսին։ Սա խնդիր է, քիչ քարոզեն։ Ես շատ լավ գիտեմ եւ 5 կտակարանը եւ նոր կտակարանը, շատ լավ գիտեմ իսլամը, շատ լավ գիտեմ Ավեստան։ Երբ որ ես գնում եմ հայ առաքելական եկեղեցի, մասնակցում եմ 3 ժամյա պատարակներին, ես հոգնում եմ լսելուց Մովսեսի գովերքանքները, Աբրահամի գովերքանքները։ Ինձ համար հայ առաքելական եկեղեցին սկսում է նոր կտակարանից, ավետարաններից, Քրիստոսի խոսքից, Քրիստոսի անունից, բայց ոչ 5 կտակարանը։ Սրանք խնդիրներ են։ Դա նույնն է, որ ես հայ առաքելական եկեղեցում լսեմ Մուհամեդ Մարգարեի մասին պատմություններ։ Դա նույնն է, որ ես հայ առաքելական եկեղեցում լսեմ Բուդդայի մասին պատմություններ։ Եվ ինձ որևէ մեկը չի կարող հակառակը համոզել։ Հին կտակարանը դա հին կտակարանն է, դա հրեա ժողովրդի սուրբ գիրքն է, բայց ոչ մեր, ոչ քրիստոնյա աշխարհի։ Քրիստոնյա աշխարհի սուրբ գիրքը նոր կտակարանն է, 4 ավետարաններով, թղթերով, գրություններով։ Այսքան հարգելիներս, լավ եղեք, հաջողություն եմ ցանկանում ձեզ բոլորիդ, մինչև հաջորդ հանդիպում։